Բարև ձեզ։ Ներողություն, վերջին օրերին այս ուղղությամբ կրակոցներ են լսվել, գյուղն է թիրախավորվել, թե կրակոցներն անկանոն են եղել։ Կրակոցները լսվել է, բայց գյուղը չէ, գյուղի վրա չին է։ Եղել է ամեն օր, 5 օրից ավել է, գիշերները կրակոցները կա։ Բայց չենք իմանում, գյուղի վրան է թե չէ։ Այս կրակոցները կա։ Գիշերվա ժամերին, ժամը 1 լինում է։ Հենա իրանց լրի պոստերից, բայց Ուր են իրանց պոստերը։ վերև սարի վերևին նա մի հատ են էսես վերևը։ Դե կրակոցները կա, բայց չեմ կարող ասեմ, գյուղի վրան է, որտեղ անպամացել է։ Ինչ նպատակ ունեն, շատերն ասում են, ուզում են, որ Չեմ կարող ասեմ։ գյուղը դատարկվի, բայց ես տեսնում եմ, որ գյուղում բնականոն աշխատանքները շարունակվում Չեմ են։ կարող ասեմ ինչ նպատակ, բայց գյուղը պիտի դատարկենք, մենք մեր գյուղում մնալու ենք։ Դատարկելի ժամանակ էլ չկա, չենք ուզում։ Իրանք թող ինչքան ուզում են կրակեն, դե թե այն այս առավոտը ես էլ եմ պոստեր եմ բարձրանալու, բայց չեմ կարող ասեմ ինչա ոնց։ Բայց վտանգավոր կանեն, վտանգավորն հենց որ կրակում են, կարող է գյուղի վրան էլ թխեն, անպամացա չենք տեսնում։ Դե որ թխեն ինչ-որ մինի տանիքի կվնասվի կամ մինի գրիշ գրում, ամեն դեպքում կրակոցները կա գիշերվա ժամերին։ Այս մոտակա իրենց զբաղեցրած դիրքերից։ Հա, լրիվ իրանց դիրքերից է։ Այն են թմբի վրայից կրակում են, ստեղից հերթով կրակում իջև, այս խոզնավարի թև։ Այս թմբի վրայից որ ասում եք վերևում, այս մեջտեղինը, հա։ Այն ժարի վրան որ քանդած է, հողը որ թափած, այն իրանց պոստն է։ Մենք էլ իր տագին ենք այնելու։ Այսինքն բարձրադիր դիրքում են իրենք։ Բարձրադիր դիրքեր իրանց մոտ է։ Բայց դե սենց էլ չպետք է, էլի կառավարությունը թող սրա մասին էլ մտածի, որ այս ժողովուրդը մերկ է։ Նայես չի, ոչ մի գյուղը չի լքում, ոչ էլ պատրաստվում է։ Բայց դե սենց էլ չպետք է գյուղին պիտի պահեն։ Այն անում են, սմենը քում են, գիշերը դուսենք եմ գյուղա մեջ, բայց դե սենց էլ չպետք է։ Կրակոցներ կա, չեմ կարող ասեմ։ Այսինքն գյուղացիները մի մարդու պես հերթապահում են։ Հա, հեննում են գիրիկները գյուղա մեջ, հենց որ, բայց ես ասեք հեննում տա որպես գյուղու անիմաստ ես շտաբի մոտ վсё։ Որ ասեք պոստ եք պահան գյուղա մեջ չէ։ Դե մեր գյուղապետի հետ միասին հելնում ենք պոստերը, բայց դե սենց լավ չի էլի, երեխեք լրիվ ախում են։ Ուղղակի մենք մեծ ենք, երեխոց հույս ենք տան, բայց դե սենց էլ չի պետք։ Մենակ տնակ կառավարությունը չի որոշի։ Ասում են խաղաղության են գնում։ Կարլ չեմ ասեմ խաղաղության են գնում, բայց խաղաղության մի մասնիկ էլ այս չեմ տեսնում։ Ասեք խաղաղության են գնում, դրանից հետո կրակում են գյուղի վրան։ Գյուղի պոստերին լրիվ կրակում են, դա կոչվում է խաղաղություն։ Չեմ կարող ասեմ, ես խաղաղության նմուշ չեմ տեսնում։ Միգուցե հետո լինի, բայց իմացողը չեմ կարող ասեմ։ Ամեն դեպքում թողնային էլ է գյուղացիք ինչ ասեմ։ Համբերություն ձեզ, շնորհակալություն։ Դե ինչ անենք, մենք մեր գյուղը չենք։ Արդյոք կրակոցներ եղել են, հասկացել եք որ կողմից է, թե դրանք անկանոն են եղել, ինչպես Ճիշտ է, ես չեմ նաև որ կողմից է, բայց նաև գիտեմ որ 1-ից 2-3 անգամ կրակում են տարբեր ժամերին։ Արդեն ինչքան ժամանակահատված։ Ամսի 20-ից մինչև առեսօր։ Ամսի 20-ից մինչև հիմա։ Այսինքն գյուղն են թիրախավորում, թե սահմանին պարզապես կրակոցներ են Միգուցե օթային են կրակում, փաստայենա որ ամեն տեղից կրակոցներ լինում է ու շատ ահավոր է։ Ձայնը լսում եք։ Ձայնը լսվում է մեր տան մեջ, թե ոնց որ գրատն ընկնի մեր տուն։ Այսինքն ոչ թե 1 կրակոցի, 2 կրակոցի, 3 կրակոցի մասին է խոսքը, այլ անընդհատ կրակոցների մասին է խոսքը վերջին օրերին։ Մի անգամ պլիմոտի կրակոցները ոնց է լինում, այդ ձևի կրակում են, մի 5 րոպեից նորից շարունակ մի 4-ից 5 անգամ այդ ձևի իրուր հետևից կրակում են տարբեր տեղերից, դադարում է, անգամ գիշերվա ժամը 3-ին են կրակել, ժամը 5-ին են կրակել, ամիջապես ասում է կրակում են խաչի վրա, թե այդ խաչը որտեղ է այն կողմերի վրա է, ինչ է,
Անմիջապես խաչերի վրա են կրակում իրանք։ Հա, խաչի տարածք են կրակում եւ օթային են կրակում իրանք։ Մենք տեսնում ենք կարմիր լույսերը օթային էսենց էթում է։ Գյուղում ահազանգում են, որ մի քանի օր է ինչ կրակոցներ են լսում, ինչ կարող եք ասել, քանի օր է կրակոցներ։ 7 օր կրակում է, եկավ է տարբեր տեղերից։ Տարբեր տեղերից կրակում է, եկավ է երեխեքը վախում է։ Մեկ եկով, 4-5 եսկով ունա, տարբեր տեղեր։ Այս վերջի կրակոցների հետ կապված 6 օրա նույն ժամին սկսում են, նույն ժամին ավարտում։ Քանիսին են սկսում։ Երևի 10:20-ի, 10:20, примерно մինչև 4:20-ի սահմաններում կրակում են մի քանի անգամ։ Դե տենց չի, ասին ինչ որտեղ տներին նկատի ունենալով կրակել չէ, տենց բան չի եղել, որտեղ տենց լուրջ չենք լսել։ Պարզապես գյուղի վրայով կրակում են, դեպի սարերը, չգիտեմ ուր։ Ասում են ինչ որ խաչ կա այստեղ, այդ խաչի ուղղությամբ են կրակում։ Այդ որ խաչն է, ցույց կտաք։ Գյուղի վերևին խաչ ունենք, երկու հատ խաչ քարկա դրած, տենց կրակում են, այս կողմից, այն կողմից։ Ամեն դեպքում տների վրա չի ասի, որ կրակում են։ Դե տենց ենքան որ, չգիտեմ, ինչ պլաններ ունեն, առայժմ տենց։ Շատերը ասում են, որ այս կրակոցները նպատակ ունեն նաև գյուղացիներին վախեցնելու, գյուղը դատարկելու, այս առումով ինչ կարող եք ասել։ Միգուցե այդ պլանը կա ինչ որտեղ վախեցնելու ժողովրդին, բայց դե մենք Երևակայի մեր գյուղի ծնվել ենք, ստեղել ապրելու ենք, մեր գյուղը չի միայն սահմանամերձ, կարելի է ասած ամբողջ Հայաստանը, դա խաղաղությունը ամենակարևոր, ամենաթանկագին բանն է, որ ցանկանում ենք։ Այս պահին հլավոր ես անձապի դա իմ կարծիքն է, չեմ տեսնում այդ խաղաղությունը, որ լիովին կկնքվի, որտեղ ամեն դեպքում ադրբեջանցիները իր կետերն են նորից դնում, չգիտեմ, սահմանադրության փոփոխություն, տո միջանց, տո այն, որը ամեն ինչը վնաս է մեզ։ Կասեի։ Ամեն դեպքում անձապի ես ծնվել եմ այստեղ, ստեղել կմահանամ, ոչ միտեղ չեմ գնա, միջև վերջի պետք լինի կպայքարենք էլ։ Իսկ իշխանությունից Զենք տան կկրվեք էլ։ կրվել ենք, էլի կկրվենք, բա ինչ կանենք։ Մեր հողը ջուրը ուր թողնենք գնանք, մեր գերեզմանները ում թողնենք գնանք։ Դեն այդքանը կասեի, լուրջ ապահը, չգիտեմ նրանց մտադրությունը։ Ժողովուրդը բնականon իրենց կյանքով զբաղվում են, ոնց տենում եք։ Հենա գառնանային աշխատանքների մեջ ուրիշ տենց Ասում են, որ այդ կրակոցները նպատակ ունեն, որպեսզի գյուղացիները վախենան, թողնեն գնան։ Գյուղացիները ոչ մի բանից չեն վախենում, ոչ մեկ ստեյջ չի գնում, եթե գնալու ունեինք արդեն 2020 թվականից 5 տարի անցել, այստեղ էլ չէինք ապրի։ Մենք թուրքը ամենավերջի մարդն է, որ Իրանից պետք է վախենանք։ Ես ձեզ հավաստիացնում եմ, ստեղ գյուղի ապրողները հիմնականում ոչ մեկ չի վախենում, որ ասենք սահմանը այդքան մոտիկ է, կամ ես իմ ինչ-որ թուրքը կանգնած է ինչ-որ մի բարձունքում դիտարկում է, չէ, նորմալ սովորական հմի սաղս էլ հասկանում ենք, որ սահմանա։ Հավատում եք, որ պատրաստ է թշնամի խաղաղության։ Ճիշտն ասած, ես այդ հարցին չեմ կարա պատասխանեմ, որովհետև չգիտեմ, չեմ կարա այդ հարցին պատասխանեմ։ Մեր թշնամուն, մեր հակառակորդին ճանաչելով, ես իմ, դա մի քիչ դժվար հարց է, դա թող կառավարությունը պատասխանի այդ հարցին, մենք ինչ պատասխանենք, մենք սենց հասարակ ժողովուրդ ենք մեր համար, մեր գյուղում, մեր բնակավայրում ապրես։ Այս հիմա ինչ աշխատանքներ եք ստեղծված։ Ծառեր, ուզում ենք ստե տնկենք էլի, այգի է։ Էտա։ Տարբեր, խնձորի էլ կա, դեղցի էլ կա, տանձի էլ կա, ամեն ձևի ծառերը էլի սենց տնկում ենք այգի դառնա։ Իսկ ԵՄ դիտորդները եկել են ասեք։ ԵՄ դիտորդները միշտ էլ գալիս շրջում են, դե երևի այդ մարդիկ էլ իրանց խնդիրը ունեն։ Մենք ճանապարհին տեսանք, գյուղի ներսում էին բնակիչների հետ էին խոսում, թե պարզապես դիտարկումներ են անում։ Չեմ կարող ասեմ, չգիտեմ։ Համենայն դեպս ես ոչ մի անգամ այդ մարդկանց միշտ էլ տենում են, գալիս շրջում են, դե չգիտեմ իրանց խնդիրը որն է։
Ստեղ ծնվել եմ, ստեղ էլ ապրում եմ, թող երևանցիք մտածեն։ Ես որ փախա իրանք վախշե են փախնելու։ Այսինքն դուք չեք փախ։ Ես իշտե փախնում։ Ես դա իմ տունս, իմ հայրենիքս, իմ տունս, իմ ծնված տեղը ստեղ է, մեռնել տեղը ստեղ։ Ես ուրիշ տեղ չեմ։ Մեկ ես չեմ կարող փախչեմ, բայց երևանցիք փախնել են հակա։ Եկին բան։ Ես այդ կարամ ասեմ։ Որտեղ հիմա ոչինչ չի կանում։ Մեր կառավարությունը նորմալ չի կարող обеспечить անի մեր ամեն ինչին։ Անվտանգությունը։ Մեր անվտանգությունը մեզ համար սովորական է դարձել արդեն ամեն ինչը։ Մենք սովորական մարդիկ ենք, ամեն ինչին թերապետում ենք, ամեն ինչից ոչ մի բանից չեք վախում։ Մեր համար զենք կվերցնեք։ Զենքը միշտ էլ իմ ձեռս եղել է։ 90-ական թվականից մինչև հիմա։ Ես աշխարհազոր չեմ երկրապահ եմ եղել, մինչև հիմա էլ իմ երկիրը պահելու եմ։ Երբ էլ ինչ որ մի բան լինի, ես իմ երկիրը պահելու եմ։ Ոնց որ պետք է։